Բարև ձեզ հայր ջան։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Հայր ջան, այսօր կխոսամ մեր հայ ազգի մասին, մեր քրիստոնյա լինելու մասին։ Ուրեմն դարեր շարունակ կռիվ ա գնում, որ Քրիստոսը սուտ է։ Քրիստոսը իբր թե ջվուտ է։ Քրիստոսը իբր թե թլպատված է եղել։ Ժողովուրդ ջան, հայր ջան, Քրիստոսը հայ է։ Քրիստոսը եղել է, կա ու միշտ կլինի։ Քրիստոսը թլպատված չի եղել։ Սկսեմ նրանից, որ եղել է, թե չէ Քրիստոսը թլպատված։ Թլպատում են արդեն ստեղ։ Ծնվելուց հետո։ Թլպատվում են նրանք, ովքեր որ Աստծու դեմ են, սատանիստները, ժողովուրդ ջան, իսլամին ջվուտներն են, իսլամիստներին, մուսուլմաններին, ջվուտներն են խաբել, վիդեո եմ նայել, որտեղ որ մուսուլմանն ասում է, որ իսլամ не обязывает к обрезанию։ Սրանք են խաբել ուրեմն մուսուլմաններին, որ մուսուլմանների մեջ իրանք խարվեն մուսուլմանների հետ, չերևա, որ իրանք սատանիստ ջվուտներն են։ Այսինքն թլպատում են ստեղ։ Ոչ թե Աստվածն է թլպատված ստեղծում, այստեղ արդեն պարզ է բոլորին, որ թլպատվում են ջվուտները եւ մուսուլմանները, ոչ քրիստոնյաները։ Այսինքն Աստվածը ստեղծել է Քրիստոսին, ոչ թլպատված, մարդկությունը ոնց որ ինքը ստեղծում է։ Եթե Աստվածը որոշեր, որ ճիշտը թլպատված լինելն է, ինքը այտենց թլպատված էլ կստեղծեր մարդկանց, ժողովուրդ ջան։ Այսինքն ստեղ են որոշում, որ Աստվածը սխալ է գործել, դնում են կդրում են, գզում են, ասեմ իմանաք, 8-րդ օրը ջվուտ մայրերը իրանց տղեկների եղած չեղածը գզում են մինետ անելով, ով որ դոգա պրոպագանդա անում, իմացեք դոգն այդ գործով ասպահում, աստվածների ինձ այս օրով որ ասում եմ, մայրը գզում է իրան երեխու վրից։ Եթե Աստվածը ստեղծում է մարդուն, տղամարդուն ոչ թլպատված, ուրեմն ճիշտը դա է։ Իսկ ով որ որոշել է, որ թլպատի, ուրեմն ինքը Աստծու դեմ է։ Կարճ կոնկրետ, ժողովուրդ ջան։ Իսկ ոնց կարար Աստվածը իրանց տղուն սխալ ստեղծեր։ Հիմա խո բոլորը գիտեն, որ ջվուտները ոչ ազգ են, ոչ ժողովուրդ են, այլասերվածների արյունախում մարտակերների միությունն է, ժողովուրդ ջան, դեգեներատների։ Ոնց կարար Աստվածը իրան միակ զավակին թեկուզ 1000 հատ ելնեն, ստեղծեր այլասերվածներից, մարտակերներից, արյունախումներից, իհարկե ոչ, չէր ստեղծի։ Դնեմ միան, որ տատս պատմել է, ասել է, որ Մագդա աղջիկ հիշիր, մայրամ Աստվածածինը հայ է,
դնենք այս սաղ միա։ Ուրեմն փորձում են տարածել հայ ազգի մեջ, որ քրիստոնեությունը ջևուտներն են փաթաթել մեր վզին, դա ջևուտների հավատքն է, Հիսուս Քրիստոս։ Ժողովուրդ, եթե ջևուտների հավատքը լիներ, իրանք ինչի Քրիստոսին կխաչեին, ինչի իրանք Քրիստոսին կսպանեին են էլ դաժան ձևով։ Եթե Մարիամ Աստվածածինը ջևուտ լիներ, ինչի իրանք իրանց զավակին, որը իրանց վնաս չի տվել ավությունից բացի, իրանք դրեցին ու խաչեցին։ Ինչի խաչելուց հետո իրանք պիտի սկսեին հայ ազգի վզին զորով փաթաթել, եթե Քրիստոսը իրանց հարմար չի եղել, մարդ լինելու խոսքն է փորձել իրանց այլասերված ուղեղին բացադրի, եթե իրանց հարմար չի եղել, իրանք խաչել են, որ վերացնեն Քրիստոսին եւ իրան խոսքը, ինչի պիտի ջևուտները հայ ազգին սարքեն քրիստոնյա, հետո դարերով փորձեն մեզ սպանել։ Ով որ տարածում է, որ ջևուտներն են փաթաթել մեր հայ ազգի վզին, գոյն է տրամաբանությունից ծանոթ են, թե մտածում են ինչ ասեցին, այտենց էլ հալած յուղի նման պիտի ընդունենք։ Եթե ջևուտը Քրիստոսին խաչել է, որ վերացնի իրան ու իրան խոսքը, ինչի պիտի ջևուտները տարածեն մեր մեջ քրիստոնեություն ու դարերով մեր հետ կռվեն, մեզ սպանեն։ Ոնց եղավ, որ քրիստոնեությունը մեր վզին փաթաթել են։ Ինչ է քրիստոնեությունը, ժողովուրդ։ Ինչ է քրիստոնեությունը։ Այսինքն պատվիրանները, որ կան, այնտեղ ինչ որ հորինել են Սարա, Սալամոն, չգիտեմ ինչ, այդ դնենք միան, ժողովուրդ։ Նոյ նավովան, տապանով, նոյան տապանը, նոյ տապանովա բարձրացրե, Արարատի գագաթին եւ ոտով այջել։ Տապանը ինչի թողեց Արարատի գլխին, ինչի էր մեր գերբի վրա, նոյան տապանը, որ հիմա հանել են։ Ինչի են ջևուտները գաղտնի էքսպեդիցիաներ են անում, փակ էքսպեդիցիաներ են անում, նոյան տապանն են ուզում գտնեն վիզ դրած։ Անենը ասում են ոչ Քրիստոս ա եղել, ոչ նոյ ա եղել, ոչ մի բան չի եղել։ Իրանք են եղել, մենք էլ իրանց իբրտե խանգարում ենք ապրել։ Աստվածաշունչը, ժողովուրդ ջան, իսկական։ Նոյը ոչ թե միայն կենտանիներին ու իրան ընտանիքն ա փրկել, նոյի գլխավոր, սենց ասեմ, զադաչան, հա, եղել է Աստվածաշունչը փրկի։ Դրա համար բիբլեյսկը գարա, դրա համար Արարատի համար մեզ գզում են, դրա համար մեզ վերացնում են։ Աստվածաշունչը իրական պոդլինիկը Արարատի գլխին է, ժողովուրդ ջան։ Դրա համար իրանք այս էքսպեդիցիաներն անում են, կոսմոսից տեսնում են տապանը կա, գտնել չեն կարողանում տապանը։ Տեսնում են տապանը կա, տապանը Աստվածն են ծայնում, գտնել չեն կարողանում։ Աստվածաշունչը այդտեղ է, ինչա քրիստոնեությունը, ինչի սուրբ թվերը 3, 5, 7, 12, պատվիրանները ընդամենը 10 պատվիրան են, ժողովուրդ, որովհետև ջևուտները պատվիրաններն էլ են թաքցրել։ Երկու պատվիրան թաքցրած է, 11-րդ պատվիրանը տոկոսով փող տալա
մեղքա, ինչով իրանք զբաղվում են, ամբողջ աշխարհը դրել են, չոկծրել են, տոկոսով տալով։ 12-րդ պատվիրանը Քրիստոսին խաչելն է, մեղք։ Թաքցրել են։ Ժողովուրդ, Վատիկանը ստեղծվել է կաթոլիցիզմը, ջհուդներով, ինչի համար, որ իսկական հայ առաքելական եկեղեցուց քաշեն, տանեն, վանեն ժողովուրդին ու իրանցով կառավարելի սարքեն, մեր դեմ պայքարեն։ Ոնց եղավ, որ քրիստոնեությունը մեր վրա, մեր վզին փաթաթել են ջհուդները։ Ոնց եղավ, որ ջհուդները փաթաթել են քրիստոնեությունը մեր վզին, եթե իրանք էլ չգիտեն, դարերով սպանում են, մորտում են, արունում խմում են, հիմա օրենքներ են գրում, փորձում են արգելել Քրիստոսի անունը, եթե իրանք են տարածել, ըստ ձեզ։ Ոնց եղավ, որ տաճարն են փակում, եթե իրանք են ուզում, որ մենք քրիստոնյա լինեինք, իբր թե հիմարի նման խեղճ ու կրագյանիմ լինեինք, Էդ ոնց է ես քրիստոնյա եմ, խեղճ ու կրակ չեմ։ Էդ ոնց եմ ես քրիստոնյա եմ, խեղճ ու կրակ չեմ, ձեռս իրանք են ընկե կրակ։ Ես իմ մենձերով մենձծրած, սաղ 7 պորտ հորս մորս կողմից տերդերներ, ես ինչի սենց խելոք ասուգար չեմ։ Որովհետև ինձ Աստվածն ասել է, զենք բարձրացնողը, զենքից պիտի մեռնի։ Անկամ ասում է, պարտադրում է, ոնց եղավ, որ քրիստոնեությունը խեղճություն է տարածում։ Անկամ ասում է, поднявший меч отмечай погибнет։ Անկամ սովորցնում է, ոնց կռվենք, ինչ տվել են, դա պիտի վերադարձնես։ Ինչ զենքով կռվում են, այդ զենքով էլ դու իրա մաման լացծրա։ Ոնց եղավ, որ քրիստոնեությունը խեղճ ու կրակ է դաստիարակում մեզ։ Իսկ կարողը քրիստոնեությունը մարտեսակն է դաստիարակում։ Պատվիրանները ընդամենը ասում է, որ մարտեսակը էս է։ Դրանից դուրս գազան գիշատի ջհուդ ես դառնում, սատանիստ ես դառնում։ Դարերով կռիվ են տալիս, թե հայ ազգը քանի հազար տարվա է, ու այս 2000 տարին մենք դարձել ենք իբր թե քրիստոնյան, ու դրա համար մեզ կոտորում են, ու մենք խեղճծել ենք, դրա համար մեզ կոտորում են, ով ասեց մենք խեղճծել ենք, ժողովուրդ։ Այո, մենք խորամանկ ու ստոր չենք, աշխարհով մեկ հայությունը տարածված է, որևէ մի պետությունում հայերը միություններ, են էլ գաղտնի միություններ ստեղծել են, որ այդ պետությունների ժողովրդին ուտեն, արունը խմեն, սպանեն, այդ պետությունը իրանով անեն։ Հա չունենք այդ աֆերիստությունը ու փարկաստծու չունենք։ Հա չենք պատկերացրել, որ կարելի է մարդու դուռը խփել օգնություն ուզել, մտնել հետո այդ օգնություն տվող մարդու ընտանիքը, այդ սաղ մարդկանց ուտել, արունը խմել, եղածը գրավել։ Մարդ ա մեզ Աստվածը դաստիարակել։ Ժողովուրդին սենց խապում են, ժողովուրդ ջան, քրիստոնեությունը զորություն է։ Երբ որ դու անկեղծ արտարմակուր ես, քեզ ոչ մեկը հաղթել չի կարողանում։ Աստվածը մեզ անգամ պարտադրում է չվախենալ։ Ասում եմ, վախը մեղք է, հուսահատությունը մեղք է, այդ ոնց եղավ, որ Աստվածը քարոզում է քրիստոնեությունը, քարոզում է վախ, խեղճանալ։ Երբ որ Աստվածը քեզ պարտադրում է չվախենալ, ոնց եղավ, որ քրիստոնեությունը
Խեղճություն է դաստիարակում։ Չկա այդպես բան, ժողովուրդ ջան։ Դարից դար կռվում են հայը քանի հազար տարվա կյանք ունի, երբ է ստեղծվել։ Ես կարամ ասեմ, ես չգիտեմ, որովհետև ես չգիտեմ Աստվածը երբ է կյանքը ստեղծել, ու դա ոչ մեկը չգիտի։ Ոչ մեկը չգիտի, ժողովուրդ ջան։ Աստվածը ստեղծեց մարդուն, տվեց իրան 10 պատվիրան, մարդ լինելու, մարդ մնալու, փառք Աստծո։ Տեսակի կռիվ է։ Քրիստոնեությունը դա է։ Ինքը մեզ քրիստոնյա ստեղծել է, ժողովուրդ ջան։ Քրիստոնեությունը ընդամենը մարդ լինելու կոդեքսն է, մեջ այդ մարդ կրելու կոդեքսն է։ Մենք 301 թվին ոչ թե վդրուկ ընդունեցինք, որ մենք քրիստոնյա դարձանք, մենք ուղղակի թղթի վրա ենք գրել, ժողովուրդ, որ մենք քրիստոնյա ժողովուրդն ենք։ Կոպիտ ասած, ռադներըց քաշեք այ սատանիստները։ Մեր երգիրը քրիստոնյաների երգիրն է, մարդու երգիր է, մարդկանց երգիր է, Աստծո տված ժողովրդի երգիր է։ Մենք այլասերված, արունախում, բոս, պիդաֆիլ, մարտակեր չենք լինի։ Մենք 301 թվին ոչ թե դարձան քրիստոնյա, այլ թղթի վրա ուղղակի գրեցինք։ Գրեցինք, որ մենք Աստծո տված մարդ ենք, atstanci at nas։ Ինչ եք փորձում պրոպագանդա տանել, որ մենք 301 թվին դարձան քրիստոնյա։ Մենք քրիստոնյա Աստվածը ոնց որ կյանքը ստեղծել է երկրագնդի վրա, մենք այդ վաղթվանից մարդ Աստծով ստեղծված քրիստոնյա մարդ ենք։ Իսուսն ընդամենը եկել է, այն ինչ որ Աստվածը մեզ դաստիարակել է, սատանու ճտերին բացատրի, որ մարդ եղեք։ Всё, այդքան բան, ժողովուրդ ջան։ Ես չգիտեմ, երբ է Աստվածը կյանք ստեղծել, ու դա ոչ մեկը չգիտեն, որ գրում են քանի միլիոն տարի, էսի ստուգեցին, այնի ստուգեցին, ոչ մեկը դա ասել չի կարող, սուտ է, ժողովուրդ ջան։ Հիմա նկարներով ցույց տամ, ինչ կռիվ է գնում աշխարհում։ Ուրեմն ջհուդները իբր թե գիտնական աշխարհը բացահայտություն արել, որ եղել է большой взрыв, հա։ Պարիս Հերունին հայ գիտնականը աբացույցել է ու աշխարհի գիտնականների կեսից շատ համաձայնվել է Պարիս Հերունի հետ, որ ոչ մի большой взрыв չի եղել։ Կյանքը ստեղծել է Աստվածը։ Հիմա դες ցույց տամ Պարիս Հերունի նկարը։ Մարդ լինելու տեսակը։ Ջհուդները ունեն գիտնական Հոկինգ, Ստիվեն Հոկինգ։ Պարիս Հերունի դեմն այլ է, որ չէ, был большой взрыв։ Նայում ենք Հոկինգը ով է։ Մարդկանց են կանե շիտեղ են դրել։ Ուզում են մենք
մարդ տեսակի խոսքը հաշվի չառնենք, կաբիգը, որ կաբիգը, սենց չի լինում։ Սա կատարյալ ջվուտը, այլասերվածության, ինցեստայի, զաֆիլայի, էլ չգիտեմ ինչի, արուն խմելու, մարդ ուդելու հետևանք, էսա ջվուտը։ Այ իրանք իրանց էս մորալնը-ֆիզически уродին, ջայել վաղտ ինչ-որ մեկին նման ծրել են, նկարել են, կրում են, որ էսենց չի ծնվել, հետո յա դարձել էտենց։ Ուզում են մենք այս սրան խոսքը հաշվի առնենք։ Ինձ հետաքրքիր է, մատները ծրված, այսինքն ոչ գրել գիտի, ոչ կամպյուտերի վրա աշխատել գիտի, բերանը խոսալ չգիտի, ինձ շատ հետաքրքիր է, սրա հանճարեղ մտքերը ոնց է արտահայտվել, ոչ ինքը կարա գրի, ոչ կարա խոսա, սրա հանճարեղ մտքերը ով է կարտացել, որ այդ գիտական աշխատանքները գրել է։ Հիմա մի րոպե հայր ջան։ Հոկինգը Էփշտեյնի, Կլինտոնի հետ սատանիստական ռիտուալ երեխեք են ուտում, ժողովուրդ։ Նոր քծեցի էջիս վրաս բլոկեցին։ Իհարկե կբլոկ է։ Գցել եմ մյուս էջին, հասցրել եմ նկարել, գալերեայից եմ ուղիղ ցույց տալիս ձեզի էջից վրաս ջնջեցի, որ մյուս էջն էլ չփակեն։ Հոկինգն է, Էփշտեյնի հետ, նայեք։ Նայեք, սատանիստական ռիտուալի ժամանակ, Հոկինգն է ստեղ։ Այս կերպարը մեզ ուզում են սրա խոսքը սատանիստական, տեսնում եք սատանիստի, այս մորալնի, ֆիզически, պսիխически уродին փաթաթել են այս սրանք կոստյումները հագցնում են, ստեղ ինչ շոու դուք տեսնում եք Հայաստանում, ժողովուրդ ջան, քաղաքական դաշտում, այս սրանք բոլորը Հոկինգ են։ Կոստյումները հագցրել են, վիզաժիստները տեսքը տալիս են, բոլորը Հոկինգ են։ Բոլորը նույն Էփշտեյնի ցուցակի միջի Հոկինգներն են, ժողովուրդ ջան, մորալնի, ֆիզически, պսիխически уродներ, դուք պատկերացնում եք ամբողջ աշխարհով մեկ բոլոր պետություններում գիշեր ցերեկ կորեսպոնդենտն արած իրանց կամերաներ, բաներ վազվզում են մի շրջանից մյուս շրջան, մի պետությունից մյուս պետություն, սուտ բեմադրական սցենարներ նկարում են ինտերնետով, տելևիզորով գիշեր ցերեկ ցույց են տալիս, սատանիստներն են, սրանք են, ժողովուրդ ջան։ Սրանց կռիվն է մեր մարդ լինելու տեսակի դեմ։ Հոկինգի կռիվն է Պարիս Հերոնի տեսակի դեմ, ժողովուրդ ջան։ Ինչ էլ որ փորձեցին ստիպել, խաբել, ֆռցնել, օրենքներ գրել, բա եթե Քրիստոսը չի եղել, ինչ են օրենքները, գրում են արդեն իրանց պեչատներ, գիտեն թե Իսրայել պետությունը ստեղծեցին, Իսրայել պետության պեչատները խփեցին, Նատանյախուն ստորագրում է, գիտեն թե իրանք դրանով կարան մեր Աստծու դեմ պայքարեն։ Ժողովուրդ, հայեր, Քրիստոսը եղել է, կա ու միշտ էլ կլինի։ Մեզ Աստվածը քրիստոնյա ստեղծել է։
լուսավորչական, որ ասում են, արևապաշտ, որ ասում են, մենք տրամաբան եք ժողովուրդ։ Արևը Աստված չի կարա լինի։ Արևին ստեղծել է, չէ ինչ որ մեկ։ Արարիչը ստեղծողը, ոնց կարա արևը լինի մեր Աստված։ Արևը ընդամենը մենք լույսի մարտիկն ենք, մեր սիմվոլն է։ Ասում ենք Աստծու լույսը բացվա։ Չեք տեսնում ծնունդները գիշերվա 12-ին են շնորհավորում։ Բա չեք տեսնում հիմա ինչ են խոսում։ Լավ որ ձեզ։ Ինչի՞։ Մենք ասում ենք բարև, բարի արև։ Մենք ասում ենք բարի լույս, Աստծու բարև, գիշեր բարի, լույս բարի։ Լավ որ։ Սատանու համար է լավ որ եք մաղթում պաստորը, այդ ջհուդներ։ Ժողովուրդին փոխել եք լավ որ։ Սատանուն լավ որ են ցանկանում։ Երբ որ դու ասում ես բարի, Սատանուն փագում է ժողովուրդ ջան։ Սատանուն խեղդում ես, ոնց որ ասես Հիսուս Քրիստոս։ Բարի լույս ասելով, Աստծու բարև ասելով, դու Սատանու դեմ փագում ես ժողովուրդ ջան։ Մի թողեք ձեզ ասեն լավ որ։ Դուք էլ մի սովորեք, վերադարձեք մեր պապենական, արմադական օրենքներին, մեր արմատներին։ Ամուսնացնում եք, ասում եք, մի բարձի ծերանակ, վсё, ծրագիր գնան ծերանալ։ Իբր թե видите ли, իրար հավատարիմ լինեն, մի բարձի ծերանան։ Այսինքն կյանքի մեջ ընդամենը ծրագիր տվին ծերանակ, էլ ոչ մի բան։ Մեր պապերն ասում են, օգտերեխով սեղան նստես, 10 երեխով սեղան նստես, ժողովուրդ։ Այնենց որ մենք քրիստոնյա ծնվել ենք, ստեղծվել ենք Աստծուց։ Մենք Աստծու ժողովուրդն ենք, ժողովուրդ ջան։ Մենք արևը մեր սիմվոլն է, մեր լույսն է։ Լուսնագն է իրանց սիմվոլը։ Իրանց սիմվոլը լուսնագն է, որովհետև գիշեր են ելնում մեյդան, որովհետև ասու լույսից վախենում են։ Դրա համար ջհուդները գող են ապրել, բոլոր ազգերի տակը մտել են, գող են ապրել։ Հիմա ինձ բոլորը հարց են տալիս, Մագդա, ում ընտրենք։ Ասել են ոչ մեկին։ Ասում են, բա որ ոչ մեկին չընտրենք, մեր ձայները իրանք օգտագործելու են։ Ժողովուրդ ձեզ խաբել են։ Մի քանի ամիս առաջ խոսած պատգամավոր Ռուբեն Հակոբյան ասեց, որ 95-ի 96 թվի այդ ընտրություններին։ Ասում քորն ասեց, ուզում եք 100%-ով ձայն հավաքեք, մեգա մենք մեր ասածը կանենք։ Ժողովուրդ, հայեր, աշխարհի բոլոր մարդկություն։ Ոչ մեկի ձայնը թղթի վրա հարց չի լուծում։ Ձեզ դեմոկրատիան խաբել են, որ դուք եք հարց լուծողը։ Բա ասեց 3 միլիոն վարչապետ, դրեց ազգին կոտորեց, ասում է դուք, ես ինչ անում եմ, դուք եք անում։ Ձեզ խաբում են, ժողովուրդ, որ ձեր ձայնը ինչ որ հարց է լուծում։ Սա իրանք են, կրուտինի վիրտի, սա իրանք։
Դրանք սաղ հիմա Նիկոլ են բերում, ժողովուրդ ջան, ուզում է քաղաքականությունից չխոսալ հիմա, բայց չստացվեց։ Կրուտինի վիրտի սաղ իրանք են, իրանք հիմա աշխատում են Նիկոլ բերելու վրա նորից։ Ու ասեն դուք ենքան զոմբի արժեք եք։ Նիկոլին բերեցիք 18 թվին քիչա, 21 թվին վերարտադրեցիք իբր թե հայեր դուք զոմբի արժեք եք, ինք ձեզ մորտեց, դուք իրան վերընտրեցիք։ Օй, դուք ես ինչ զոմբի արժեք եք։ Նիկոլին երկրորդ անգամ վերարտադրեցիք։ Ու պակովկեն սենց են ուզում անեն, ժողովուրդ ջան։ Մագդան ասում է, իրանց լարեցին անապատներ, որ իրանք ոչինչ անան, կեղտից ազատվեցին։ Կեղտը, եթե չմաքրես կեղտը տարածվավ։ Հայքն եկավ, բելին սատկացրեց, մնացածին դաս չեղավ։ Քրիստոսն եկավ, խոսք ասեց, մտածեց բանականություն ունեն, էլան Քրիստոսին խաչ։ 3 շանս տրվեց ժողովուրդ։ Մեր հայության ամենամեծ հաղթանակը կլինի գիտեք որը։ Ամենամեծ վրեժ խնդիրը լուծելը, գիտեք որն է։ Ամբողջ աշխարհի մարդկությունը հանել այս կեղտերի դեմ ու ոչնչացնել քոկը կտրել ժողովուրդ։ Ինչ ընտրություն, քո ձայնը շուտվանից արդեն տեղավորված է ուրոր իրան պետք է։ Դեմոկրատիա, որ ձեզ խապում են, դեմոս, հունական բառից, դեման սատանեն, կրատին բազմապատկված ռուսերենով։ Այսինքն ինչքան իբր թե խոսքի ազատություն են տալիս, ձեզ սաղոր շեղում են ստերով։ Ձեզ թվում է ժողովուրդ ջան, որ ձեր խոսքը հաշվի են առնում, դեմոկրատիա են խաղում, չէ, ինչքան իրանք շատ սուտ են խոսում, ժողովուրդներին խելրծնում են, այդ ազատությունը իրանց է տրված, խոսքը տարածեն ու սուտ խոսք են տարածում։ Ինչքան շատ ժժնեն, այդքան սատանեն բազմապատկված է։ Ժողովուրդը խոսքով հարց չի լուծում, ժողովուրդ ջան։ Այդ թղթերը իրանց արդեն սաղ գիտեն ինչ տոկոսներ, ինչ պիտի նկարեն։ Հայ ազգի ամենամեծ հաղթանակը կլինի ամբողջ աշխարհը բարձրացնել իրանց դեմ, ամբողջ աշխարհով մեկ ջվուդա սպանդ կազմակերպել։ Սա կլինի մեր բոլոր նահատակների հաղթանակը, սա կլինի ամեն կատիլ թափված հայի արինան համար մենց վրեժ խնդիր լուծելը, աշխարհը մաքրել այս կեղտերից, մարտակերներից, հարունախումներից, ժողովուրդ, ոչ մեկին ընտրել չկա, իսկ ով որ փորձում է իմ էջին Սասնա-Ծռեր, Արտակ Սարգսյան պրոպագանդա անել, ես նորմալ եմ ընդունում, երբ որ ինձ մարդիկ հարց են տալիս, էսի ով է, էնի ով է, էսի ով է Մագդա։ Ու Մագդան քիչ-քիչ սաղ բացատրում ու ասում է, բայց մեկ էլ եթե փորձեցիք իմ էջի վրա գրել այլասերված դոգին, видите ли, հայությունը կռվում է այլասերվածության դեմ, էջիս վրա գրում են ընտրեք դոգ կուսակցություն, ընտրեք դոգին։ Կարող եք գիտեք խոկինգն ենք։ Մեկ էլ չփորձեք իմ էջի վրա գրել Սասնա-Ծռեր ընտրել, Բևեր ընտրել, էս ընտրել,
ժողովուրդ, եթե գկարտակ է տենց բան, իմացեք, Մագդան ասում է ամբողջ քաղաքական դաշտը ու աբացույցում է, որ ամբողջ քաղաքական դաշտը սատանիստներն են, ջհուդներն են, որ մտել են ներսից, մեզ սպանում են։ Տունդ պետքա մաքրվի, հայազգ։ Այո, Քրիստոսը հաղթում է, անպայման, գհաղթի, առանց կասկածի, ժողովուրդ ջան։ Շամպես ենքան են վախենում, օրենքներով, Քրիստոսի անուն հանգարտ չհնչի, դրանով ուզում են Քրիստոսի դեմ պայքարել։ Ինչ պայմանագրներ, տրիմպ, մրիմպ, ODKB, չգիտեմ ենտեղ NATO, մատո, սա խորինված է ժողովուրդ ջան։ Այդ բոլորը թղթերը զորություն չունի։ Անօրինական է, ամբողջությամբ ստի վրա ստեղծված փաստաթղթեր են, փաստաթղթեր չեն ասեմ ավելին։ Զուգարանի թղթեր են, ժողովուրդ ջան։ Ճիշտը միակ Աստծու արտարությունն է։ Ազատագրել է պետք աշխարհը, Աստծու ստեղծած աշխարհը այս կեղտերից։ Աստվածը ստեղծել է աշխարհը մարդկանց համար, ոչ թե մարդ ու դողների համար։ Всё, ժողովուրդ ջան։ Օրը բարին, չգիտեմ, հասկացեք, տարածեք, բոլոր ազգերին, որ օրը որ ասում պետք կլինի, այդ օրն էլ կհանի։ Այդքան բան։ Այնենց որ մենք ոչ թե քրիստոնյա դարձել ենք, մենք քրիստոնյա ծնվել ենք։ Այնենց որ ոչ թե քրիստոնյան մեզ թուլացրել է, այլ հզորացրել է։ Եթե մենք թույլ լինենք, շուտվանից մեզ ոչնչացրել են, կոտորվում են, մեզ փորձեն կոտորեն, չի ստացվում։ Կոտորում են ամեն սլավոնի, արիացու, քրիստոնյա սպանելու հետ, իրանք մտածում են, որ սպանում են Քրիստոսին։ Չեն կարողացել ու չեն կարողանա։ Ինչքան ուզում են գնան իրանց նամազներն անեն մեր եկեղեցու մեջ, ինչքան ուզում են они придут от имени моего, ներդրված են մեր եկեղեցու մեջ, ինչ ուզում են անեն, ասել հայերին, ելնեն օդ, իջնեն ներքև, մեր Աստծու դեմ, իրանք չեն կարողանա ոչ մի հարց լուծել, ժողովուրդ ջան, հզորացեք, վախենալու ոչինչ չկա, վախենալու կար, երբ որ ազգը չգիտեր, մարդկությունը չգիտեր ինչա կատարվում ու իրանց միամիտի տեղ դրած վանկի հավերն են կողանում, իրանց գարան մորտին հակել են, քաշել են իրանց վրա, մտել են ախորը, գարներին էին հոշոտում, երբ որ դու արդեն գիտես հայ ազգ, վախենալու բացարձակ չունես, Աստվածը քեզ թելադրում է չվախենալ, հավատացեք Աստծուն ու մենք ելնենք ոտի ժողովուրդ ջան, մի ենենց ալիք պատկերացնում եք, ինչ հրաշք է տեղի ունենալու, երբ որ ամբողջ աշխարհով սկսենք սրանց ջարդը ու իրանք այն մտքից, որ էլ փախնելու տեղ չունեն, ամբողջ աշխարհն էր ուզում այդ մի աչքը, չեր կշտանում։ Ինչ կար չկար, սաղ իրանցով են արեն։ Դե հիմա ամենամեծ փորձությունը մերն է ժողովուրդ, մեր սերունդին։ Ինչ կար չկար, պետության խեղնել է իրանց ձեռը, բնական ռեսուրսներն էլ են ուտում, չեն կշտանում։ Սաղ իրանց ձեռն է։ Դե տեսնենք, մենք մնացել ենք մեր Աստծով ու հավատքով, իրանք բնական ռեսուրսներով ինչ նյութական կա, սաղ իրանց ձեռն է։ Դե տեսնենք քտո կավո։ Բարին Աստծուց ժողովուրդ ջան։ Մենք ենքան հզոր ենք, որ տարերով կռվում են, չեն կարողանում հաղթել ու չեն էլ հաղթելու։ Գիշեր բարի հայեր ջան, Մայրամ Աստվածածինը հայա, սրանց կռիվը ոչ թե Այաքսի կռիվն է ժողովուրդ, Էջմիածինին։ Այաքսը ընդամենը վիդուտ պալոժնому պուծի շեղում է։ Սրանց կռիվը Սուրբ Էջմիածինն է, ամենահին եկեղեցի։ Վեհապարտեր,
Անունդ կդրիճա։ Պատահական չի։ Քոկը կդրողը դու պիտի լինես։ Այո, սատանու քոկը կդրողը քեզ ա տրված, վեհապարտ էր։ Սուրբ Էջմիածինը այսօր քո հերթն ա պաշտպանել։ Ազգին դու գիտես երբ ինչ։ Հանի ոտի մենք կհաղթենք, վերևն Աստված, Հայր ջան, բարին Աստծուց լույս բարի մեզ։ Մեկ էլ չասեք լավ օր ձեզ, սատանուն լավ օր եք ցանկանում։ Դրա համար իրանց գործերը հիմա վրա են տալիս։ Ասեք նորից բարի լույս, Աստծու բարի։ Գիշեր բարի Հայր ջան ու բարի լույս, վերևն Աստված մենք կհաղթենք։